Եթե շատ հոգնած ես անհավես Միշտ փողի կարիք ունես Շնորհավոր դու ամուսնացած ես Եվ քո կինը ննջարանում հմայի չէ Բայց խոհանոցում Ահա բեկի չէ Քո մեծ տղու հետ հույսեր մի կապի Ինստիտուտ չընդունվեց ոչ մի գործ չունի Դու ունես աղջիկ մի հուրի փերի Սոց ցանցերում ընկած է գերի Լույս աշխարհ եկավ երրորդն ասպասելի Կյանքի որակն ընկավ անտանելի Բարի գալուստ մեր ընտանիք Ազատ, ինչ ես անում? Գիշերվա 4-ն է, գժվել ես արա։ Պապ ջան, իմ նոր տարվանը վերը կտաս, ուզում եմ բացեմ։ Տուր էլի, խնդրում եմ, տուր էլի։ Գնաս տեղից։ Լավ էլի, պապ, խնդրում եմ։ Չկա։ Մամ ջան, էլ չեմ դիմանում, իմ նոր տարվանը վերը տուր ուզում եմ։ Խնդրում եմ, մամ։ Չկա։ Բայց ինչի չկա։ Որովհետև այսօր դեկտեմբերի 20-ն է արա։ Պապ, ձմեր պապիկին նամակ եմ գրում, որ ինձ նվեր բերի։ Լավ ես անում, բայց նայ ձմեր պապից շատ թանկ բաներ չուզես։ Չէ, թանկ չի։ Ռետուր տնա մեծ ցուցակդ։ Ես ինչքան բան ես գրե։ Ձմեր պապին ո՞նց է այսքանը ռաստամոշկա անելու։ Բայց այդքան էլ շատ չի, պապ։ Ոչ շատ չի։ Այսքանը բերելուց ձմեր պապին մեջքի գրիժը կստանա։ Հա, բայց ուզում եմ։ Համել ես գիտեմ քո ձմեր պապին, ինքը այսքան բան չի կարա բերի։ Ինչի, պապ։ Որովհետև քո ձմեր պապիկը աշխատում է խանութում վաճառող։ Բայց այդ ո՞նց է մեր դասարանի Արտուրիկը ինչ ուզում է, ձմեր պապիկը բերում է։ Որովհետև իրա ձմեր պապիկը, եթե չեմ սխալվում, բանկում վարկային բաժնի պետ է աշխատում։ Մարի, դու ձմեր պապիկին նամակ գրել ես։ Այո, վերցրու պապ ջան, ես կտաս ձմեր պապիկին։ Պապ, ինչի ճղեցիր։ Ես ընկել եք ձմեր պապու հետևից։ Ռեցուցակը դուրս տե։ Պապ չճղես էլի։ Գրիչը դուր։ Ես չէ, ես էլ չէ, ես հաստատ չէ, սա ինձ ունես, այս 50 դրամանոց պուչիկները հա, ուզում ես սրանցից 3 հատ բերի։ Ես 5000 դրամանոց մեքենան ինչ ես գրե։ Պապ, գոնե այդ մեկը չջնջես էլի։ Լավ, թող մնա։ Էս նոր տարվա առևտրի ցուցակն է։ Ու չփորձես մեջից բան ջնջես։ Հələ այն ցուցակը դուրս տե։ Պապ,
Հելենա, ինչ եմ ուզում քեզ տամ։ Գիտեմ, դու ստեղ։ Ինչի ճղեցի, մեջը փող է։ Ինչ փող արա։ Ամբողջ տարի փող էի հավաքել, կես ուզում էի տայց ես, որ առևտուր անեի։ Դեմոս կոչը մեր։ Բայց ուս կես ուրա։ Հեսա։ Դու ստեղ, հետ իմնա, հեսա քոնը։ Չեմ տա, պապ։ Ես ուզում եմ այս փողով նոր տարվա բիզնես սկսեմ։ Ինչ բիզնես։ Մի հատ հատուկ բիզնես պլան եմ մշակել, որով մարդիկ ամանորյա ծախսը կրճատում են 2 անգամ։ Բիզնեսը կոչվում է նոր տարվա սեղանը 2-ը 1-ում։ Էդ ո՞րն է։ Որ մարդիկ առանձին փող չծախսեն եւ մանդարինը եւ բլինչիկի վրա, ես այդ 2-ը միացրել եմ իրար ու ստացել եմ մանդարինով բլինչիկ։ Հետո Ստալիշնի սալաթով տոլմա։ Մեկ էլ հատուկ բանան եմ ուզում արտադրեմ։ Սենց կլպում ես, մեջը խնձորա։ Ու ամենաֆանտաստիկ 2-ը 1-ում առաջարկը ձունապապ։ Ներքևի մասը ձունանուշիկ է, վերևը ձմեր պապի։ Հիմա ձախ։ Մի քիչ էլ ձախ։ Չէ, շատ եղավ։ Հիմա մի քիչ աջ։ Արի։ Լավ է։ Այ հիմա մի քիչ հետ։ Ռուզան հերիկա։ Կարող գիտես տոնածառների պարկով շիկես։ Գառնիկ ջան, ինչի՞ ես չղենանում։ Նոր տարին ուրախ տոն է։ Իմ համար ուրախ տոնը հունվարի 14-ն է, երբ արդեն ամեն ինչ պրծել է։ Գառնիկ, ինչի՞ ես տենց վատ տրամադրված նոր տարվա հանդեպ։ Իսկ ինչի՞ է ինքը տես թանկ տրամադրված իմ հանդեպ։ Հենց նոր տարին գալիս է բոլորը գժվում են։ La 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 la. Hey! Հենա նա ալիկը արդեն գժվել է։ Իսկ ինչպես է ձեր ամանորյա տրամադրությունը։ Շատ լավ։ Այս վիտրները դու ես գործե ալիկ։ Այո, Ալիկի ձեռքից ամեն ինչ գալիս է։ Ձեզ համար էլ ամանորյա տաք գլխարկներ եմ գործել։ Իսկ կարաս մեր համար մի հատ ամանորյա տակ խոզի բուտ գործես, որ անիմաստ փող չծախսենք։ Համա թե կատակ չինես գառնիկ։ Իսկ մենք ավանդույթ ունենք ամանորյա։ Ամեն տարի մեր հարևանների հետ նկարվում ենք։ Այդ պատճառով հենց հիմա դրեք այս գլխարկները, որպեսզի լուսանկարվենք։ Գառնիկ ժպտա։ Չէ, Գառնիկ ժպտա։ ասեցի չէ։ Ժպտա։ Չէ։ Լավ, կասեմ այս տարի մաման չի գա մեր տուն։ Սև զեյթուն, կանաչ զեյթուն, կարմիր զեյթուն, առանց կորի զեյթուն, կտրտած զեյթուն։ Այսքան զեյթուն ինչ ես գրել։ Կարող է զեյթունի փառատոնա։ Երեխեքը զեյթուն սիրում են։ Նայում եմ այս ցուցակին հասկանում եմ, որ երեխեքը զեյթուն ավելի շատ են սիրում, քան ինձ։ Այս երշիկեղին ինչ ես այսքան գրել։ Ազատի ընկերները շատ են սիրում։ Ազատին կերակրում ենք շատ գոհենք, հիմա էլ ընկերներին պետք է կերակրենք։ 5 կիլո հնդկական պոպոկ։ Հա, սրտին շատ օգտակար է։ Հապես գինն էլ սրտին վնաս է։ Ռուզան, ես 30 շիշ ջուր ինչ ես գրել։ Դե ջրեղեն այլի թող լինի։ Ջրեղեն չի, ջրհեղեղ է։ Խնձոր, տանձ, դեղց, խաղող, ես քանի կիլո միրգ ես գրել։ Մենք այսքան միրգ չենք կարող առնենք։ Ինչի։ Որովհետև Հայաստանի գյուղատնտեսությունը այս տարի այդքան բերք չի տվել։ Ամեն ինչ հորինում ես, որ չառնես, չէ։ Վերջ ես քնում եմ։ Այս նոր տարվա գժանոցը որ անցնի նորից կզարտասնենք։ Բարի գիշեր։
Կներեք, սա ինչ արժի։ Մեզ մոտ ամանորյա զեղչեր են 50%։ Այ այս մեկը անվճար է, իսկ մյուսը փողով։ Իսկ դուք ինձ համար ամանորյա զեղչեր չունեք։ Լկտի։ Գառնիկ, այդ ինչի մասին ես մտածում։ Նոր տարվա առևտրի մասին։ Սաղ փողերը տվեցի բդին։ Դու էլ ես բդի մասին մտածում։ Իմ մտածած բուդը ուտելու է։ Իմն էլ։ Քիչ ջան, պրիվետ։ Իհարկե, հենց 12-ը խփեց, այդտեղ եմ։ Հա Կարջան, անպայման, 12:30 ձեր տանն եմ։ Անժել, պրիվետ, անպայման, ժամը մեկին ամենաուշը։ Լավ։ Էդ ովքեր են։ Մի րոպե։ Պրիվետ մուսիկ։ Անպայման, մեկ անցկես սպասի ինձ։ Լավ։ Ոնց հասկացա սաղ գիշեր գաստրոլեր ես։ Այո։ Իսկ դու ինչ ես անելու նոր տարվա գիշերը։ Դե մենք էլ այս տարի ընտանիքով որոշեցինք գնանք Դուբայ։ Պարզա, գիշերը քնելու ես։ Ես արդեն տանն եմ, կարակից ֆոլգայով փաթաթեք դրեք դուխովկեն։ Ազատ։ Հա, պապ, Ազատ որտեղ ես։ ըստեղ, Որտեղ։ 4-րդ ծառի հետևը։ Ազատ ես ինչ անտառը։ Տոնածառների բիզնես եմ սկսել, պապ։ Պապ ջան, չես պատկերացնի ինչ էժանով եմ առ այս տոնածառները։ Ազատ դու չես հասցնի այսքան տոնածառը ծախես։ Այսօր դեկտեմբերի 31-ն է։ Գիտեմ։ Բերել եմ ստեղ մնա, որ մյուս նոր տարուն ծախեմ։ Ազատ, այս անտառդ կտրի ու տար ստեղից։ Ռուզան։ Հա։ Հիշում ես, որ Ազատը 10 տարեկան էր, տարանք Վարսավիրանոց գլուխը քաջալացրեցինք։ Հա։ Հələ զանգի այդ Վարսավիրանոց հարցը կարող է ուղեղնել են խուզե։ Ես ինչ ես կսում բդի վրա։ Այս տարվա բուդը որոշել եմ հատուկ կորեական ռեցեպտով սարքեմ։ Վրան մեղր ու շոկոլադ եմ քսում։ Փաստորեն որոշել ես այս տարվա բուդը թափենք։ Չէ, ինչի։ Կտենաս ինչ համովա լինելու։ Ես ամանորյա հրաշքներին չեմ հավատում։ Մամ ջան, ես ինչ համով սալատ էր սարքել։ Ազատ այդ սալատ չէր։ Թփով տոլմի համար հումաղացած միս էր։ Դե թփերներ դուր թողուտի պրծնենք։ Ասեցի իմը։ Չէ, իմը։ Ես մեծ եմ։ Ես էլ տղա եմ։ Մամ կլինի սկզբից իմ կուրսեցիները գան մեր տուն։ Իսկ կլինի առաջինը իմ դասարանցիները գան։ Ինչի Լևոն ջան։ Մարիի կուրսեցիները, որ գալիս են, ոչնչացնում են սեղանը։ Երևի մոռացել ես, որ անցած տարի ձեր դասանի տաթևը բուդը մենակով կերավ։ Իսկ դու մոռացել ես, որ ձեր կուրսի արտակը ստալիշնի սալատը թաքուն լցրել էր ջեբը, որ տաներ։ Գառնիկ, կարող է խառնվես։ Հա, եկեք սենց անենք։ Երկուսի ընկերներն էլ թող նույն ժամին գան, իրար ուտեն, պրծնենք։
Օ, Գառնիկ, Ասի գա մի քիչ ցրվեմ։ Տանը կյանքս կերան։ այս Ազիզ օրով ինչու ես տխուր, այ Ազիզյան։ Իմպրովիզեր։ Ես չես անում։ Իրինայի ընկերուհիների համար ամանորյա տորթ եմ թխում։ Վերջում մտնելու ես մեջից տկլոր դուրս գաս։ Դա անցած տարի են կարել։ Ալիք մարդիկ իրանց գարաժում մեքենա են սարքում, դու տորթ ես սարքում։ Ստացվում է ես էլ տորթի խադավիկ եմ։ Սա էլ էր իմպրովիզ։ Տես Իրինայի համար ինչ ամանորյա նվեր եմ գնել։ Լա 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 լա։ Ալիք, բայց արժեր ես ինձ ցույց տայր։ Ես իմ ընկերոջից գաղտնիքներ չունեմ։ Իսկ ինքը քեզ ինչ է նվիրելու։ Հենց ես սա նվիրեմ, նա էլ իր նվերը ինձ կտա։ Գիշերով, անկողնում, ռոմանտիկ, իրար գրկած, Հասկացա, արա, Էրիկա, որ ձեն չեմ անում, չի նշանակում չեմ ջոգում։ ոնց եմ սիրում ես «Իրոնիա судьбы» или «С легким паром» фильмը, ամեն տարի պարտադիր նայում եմ։ Բայց երգը «Если у вас нету дома, пожары ему не страшны, и жена не уйдет к другому». Ես հանգիստ չունեմ ես մոլորակի վրա։ Если у вас нет жены, нету жены. Трубач выдувает медь. Думайте сами, решайте сами, иметь или не иметь. Иметь или не иметь. Արտակից խառը հրագիր եկել բան չեմ։ Գնա Մուրադին բանին տաչ։ Ինչա գրել դու տեսնեմ։ Բարև ձեզ։ Հետի բանը չի, գնական չի կետացել։ Կիմանաս էլի յա, գնական չի։ Հələ տենանք ուրիշ ալիքներով ինչ կա։ Էս չէ։ Հույս ունեմ, որ ձեր միությունը երջանկություն Էս էլ չէ։ ձեր գենանց։ Բայց ես մամայի մասին եմ խոսում։ Այս կարելի է նայել։ Այդ ցավը տանեմ։ Ինչի ալիքը փոխեցիր։ Նայենք։ Աշխարհում եք քեզ առում փառք հասցրեցի տուն։ Նույնիսկ հասցրեցինք մասնակցել էթնիկ փառատոնի։ Ես կասեմ, որ դու զղջում ես։ Ազատ։ Հա, պապ։ Էսա։ Ու կասեմ, որ Գուրգեն պապին է։ ինքդ քեզ Իսկ ով է Գուրգեն պապին։ Ինքը Ինքը ով է։ Գուրգեն պապին։ Ազատ հիմա էլ որոշել ես պապիների բիզնես անես։ Չէ, պապ ջան, Գուրգեն պապին բերել են, որ նոր տարին մեր հետ նշի։ Ինչի։ Դե ինքը տուն չունի, իր ընտանիքը իրան չի ընդունում, թափառական է։ Ազատ հեսա կարող է Գուրգեն պապի նման դու էլ թափառական դառնաս։ Դե հո չէ թողե, որ Գուրգեն պապին նոր տարին դուրսը ցրտին միայնակ դիմավորի։ Չէ որ ամանորին հրաշքներ են կատարվում։ Այս անծանոթ մարդուն բերել ես, որ մեր տանը մնա։ Լավ։ Ես կգնամ։ Պետք չի որ իմ պատճառով երեխա վրա ջղայնանաք։ Գուրգեն պապի մի գնա։ Չեմ ուզում ձեր նոր տարին փչացնեմ։ Ավելի լավ է գնա։ Պապ, բայց դուրսը ցուրտ է, ձուն է գալիս, Գուրգեն պապին սոված է, կսարի կմահանա։ Լավ, թող մնա։ Հետ արի Գուրգեն պապի։ Չէ, ես գնամ։ Չեմ ուզում ձեր ընտանեկան խաղաղությունը փչացնեմ։ Նստի։ Ինչի մեր ընտանեկան խաղաղությունը նոր է փչացել։ Գնացեք սեղանը բերեք։ Նոր տարին սկսում է։ Գուրգեն պապի հեսա համով բաներ կուտես։
Էս ինչի չեք ուտում։ Ում եմ կտրում առաջինը կորեական մեթոդով մեղրով շոկոլադով պատրաստած բդից։ Մարի ջան, արի առաջինը քեզ դնեմ։ Մերսի մամ ջան, այս տարվանից որոշել եմ բուսակեր դառնամ։ Լևո։ Մամ ջան, ես էլ եմ ուզում այս տարվանից բուսակեր դառնամ։ Ազատ։ Մամ, չես հավատա, բայց ես շուտվանից բուսակեր եմ։ Ուղղակի հարմար առիթ չէի գտնում, որ ասեի։ Գուրգեն պապի։ Վայ թե ես էլ եմ բուսակել։ Գառնիկ։ Հլնդե նայ է, երեխեք իրանց բուսակեր հորն են քաշել։ Էսավ քերեն եկեն։ Ջունանուշը ու իրա եղնիկը։ Happy New Year, Happy New Year. La 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 Ես ինչ գալուբոյ արգանյոկար։ Դե վերցրեք շամպայնի բաժակները։ Թող այս տարի լինի առողջության, երջանկության, հարստության Եվ իմ ականջի տակ չգորալու տարի։ Առաջարկում եմ բոլորս գնանք մեր տուն։ Արագացրեք, գնացքը շուտով շարժվում է։ Արի պապ։ Հավես չունեմ։ Պապ ջան, արի ոյ։ Հաջորդ կայարանը ռշտունիների վրա կարա։ Գուրգեն պապի։ Դուք էլ եկեք։ Շատ մերսի աղջիկ ջան։ Դուք ջահելներով գնացեք ուրախացեք։ Ես էլ մի քիչ կհանգստանամ։ Գուրգեն պապի, զանգեք ու ձեր ընտանիքին շնորհավորեք։ Չէ որ աման օրը հրաշքներ է բերում իր հետ։ Բա ասում եք բուսակեր ենք։ Ալիկենց տանը իշքան միս կար կերակ։ Դիվանս, տելևիզորս, սեղանս, ուտելիքներս, հեռախոսս գողացել են։ Ես Գուրգեն պապին էլ են գողացել։ Արա չես ջոգում, որ հենց Գուրգեն պապին է սաղ գողացել։ Սաղ չէ։ Բուդը թողել է։ Ha 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 ha.